գտնվում են Կոտայքի մարզի։ Էսի Գողթ բնակավայրն է, չէ՞։ Գողթ։ Գառնի բնակավայրի Խոսրովի անտառ պետական արգելոցի սկզբնամասում, որտեղ այսօր առավոտյան ժամը 6-ից ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով սկսվել է որոնողական աշխատանքները 14-ամյա տղայի։ Գիտեք, Երևանից երեխան տանից դուրս է եկել եւ ծնողները դիմել էին համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նոր-նորքի բաժին եւ Երևանից ամբողջ համացանցը մեծ թվով քաղաքացիներ սկսել են երեխայի որոնողական աշխատանքները ու հիմա այստեղ են։ Քանի ժամ էին այստեղ որ որոնում էին երեխուն, էլի։ Բարձացան վերև, հա, ջիպով։ Բարձացան վերև, էլեկտրիկան գնացին հետո, մետրո գնացին գյուղ։ Հա, տարբեր հատվածներում ման են գալիս, էլի։ Նաև միացել են գյուղի ժողովուրդը։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Գառնի գյուղի բնակիչները, այսինքն անենց գնում է Խոսրովի անտառ, ինչպես արգելոց, էլի։ Հիմա գնացել են տեղել են ման գալիս, էլի։ Որոնողական աշխատանքները իմ տեղեկություններով ոչ միայն այս վայրերում է իրականացվում, այլև նախարարի հանձնարարականով Արարատի մարզի, Լոռու մարզի, այն հայտնի վանքերի, եկեղեցիների տարածքներում, որտեղ որ հնարավոր է երեխան գնացած լինի։ Տա Աստված Աստծու զորությամբ երեխան ողջ եւ առողջ հայտնաբերվի, նայում ես երեխայի նկարին, տղայի նկարներին ես նայում, աշկերից աստվածային լույս է թափում։ Աստված տա Աստծո զորությամբ երեխան հայտնաբերվի։ Այս յաներն դուք եք գյուղացիներով ման գալիս, չէ՞։ Նկարները ոստիկանները բաժանել են, որ Տեսել են բարձրացել, նորից եկել, նորից բարձրացել, տեղը։ Հիմա այնի որ հատվածն է։ Ունի արդեն Գողթի հատվածն է։ Հա, մի մասից էլ գնացել է Գողթի տարածքում։ Այո։ Ու ոստիկաններ կային հետները ձեր։ Հա։ Նա Գողթի տարածքն է, իսկ սա արդեն Խոսրով արգելոց, պետական արգելոցը։ Ստիցենկում արդեն արտաշատի տարածք։ Այնտեղ արդեն Արտաշատի տարածքն է, էլի։ Այսօր հուլիսի 30-ին առավոտյան ժամը 6-ից 14-ամյա տղայի որոնողական աշխատանքները շարունակվում է։ Այս պահին այն իրականացվում են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նոր-նորքի բաժնի, մեծ թվով համայնքային ոստիկանների, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության մեծ թվով օպերների, ավագ օպեր լիազորների որոնողական աշխատանքների, նաև առավոտվանից միացել են Խոսրովի անտառ պետական արգելոցի Գառնունա, չէ՞, Գառնի տեղամասի թվով 10 աշխատակիցներ։ Քիչ առաջ արդեն նշված համայնքային եւ քրեական ոստիկաններն ու Գառնու այդ արգելոցի, Խոսրովի արգելոցի աշխատակիցները մոտ 10-15 կիլոմետր շարավղով որոնողական աշխատանքներ են իրականացրել։ Հիմա քննարկում են, որ հատվածում պետք է շարունակեն աշխատանքները։ Իմ տեղեկություններով քրեական եւ համայնքային ոստիկանները նաեւ տեսախցիկներ են, մի քանի տեսախցիկներ են, տեսախցիկների նկարած կադրեր են հայտնաբերել, որով երևում է թե վերջին անգամ որ հատվածում է երեխան հայտնվել։ Ալո։ Հիմա գնում են այնտեղ, չէ՞։ Այն ներքևը նայեն։ Անտառի մեջ մոտավորապես 10-15 կիլոմետր նայել եք, չէ՞։ Շատ։ Մի Երևանի քրեական էլ այդ թազան տեղը նայեն, չէ՞։ Դոլար մասի, հա։
Ոսը հաշես կեր է, տնաշեն է, սուրասա հայելի, առավոտանց ման եք գալի, վայ։ Անկեղծ ասած, 14-ամյա տղայի որոնողական աշխատանքների շարունակվում է, այս պահին գտնվում ենք Խոսրովի անտառ պետական արգելոցի գառնու տեղամասում, որտեղ քիչ առաջ տեղամասի աշխատակիցները, համայնքային ոստիկանության նոր-նորքի բաժնի ծառայողները, հիմա էլ ձեր մյուս խումբն է, չէ՞ որ որոնողական, հա, հիմա այս պահին արդեն քննարկում են մյուս հատվածներում շարունակեն որոնողական աշխատանքները, ցավոք մինչև այս պահը ոչ մի դրական տեղաշարժ երեխայի հայտնաբերման ուղղությամբ չկա։ Մենք բարձրանանք այդ վերևին, հա։ Հիմի դուք բարձրամեք են ամենաբարձր տեղը, չէ՞։ Իրանք այնտեղ մեկել է սպորտի հատվածն, այս մի բարձր տեղ։ Մեր ավտոն կգան դե։ Չէ։ Մենք այս մի սարի կողմն ենք մենք բարձրանում։ Ես չգամ ձեր հետ։ Իշքան կտևի։ Բերնով ես ասում է 15-20 կիլոմետր ոտով ընգնես մանգաս։ Բանկան ենք նշենք այնտեղ կամերաներ կան, հերթով միջև այդ զորի հատվածը։ Անգլիա արդեն ասենք ինչ կան։ Վերևը մատուղ ասա, սրացին։ Հա, դա դե ոչ կան դիչ։ Всё, կզանգենք արդեն։ Всё, հա։ Այսինքն հիմա էլ գնում եք գյուղա մեջ, չէ՞, գյուղի մեջ, որտեղ որ կամերաները ֆիքսել է, էլի երեխեն որտեղ որ նկարվել է, էլի։7113 11来电，接听通知。